Նախ պետք է նշեմ, որ Իրանի տնտեսական դերի մասին մեր պատկերացումները առհասարակ, մեր մաս եւ փորձագիտական հանրությունում ես նաեւ վստահ եմ ավելի ընդգրկուն դեռևս բացահայտված չէին, փորձում ենք մենք ցույց տալ, թե իրականում ինչ առևտրային նշանակություն ունի Հայաստանի համար Իրանը։ Ես նկատի ունեմ եւ որպես տրանզիտային ուղղություն եւ որպես արտահանման ուղղություն։ Մենք հենց այս առումով ենք դիտարկել եւ ապրիլի սկզբի դրությամբ մեր ուսումնասիրությունները ցույց են տալի, որ ռազմական դրությունները բնականաբար որոշակիորեն ազդել են առևտրային հոսքերի վրա։ Ես նկատի ունեմ, որ ավելի թանկացել տրանսպորտային ծառայությունները, բայց մատակարարումների մասին էական խաթարումներ չկար, որոշակի մտավախություններ կան կոնկրետ ոչխարի արտահանման մասով, որովհետև կենդանի ոչխարը Հայաստանից մեծամասամբ արտահանվում էր օդային ճանապարհով եւ այս առումով ավիափոխադրումների դադարեցումը կարող է բացասական անդրադառնալ Հայաստանից կենդանի ոչխարի արտահանման վրա։ Եթե նայում ենք 2025 թվականի տվյալները, Հայաստանին մեղրի անցակետով, եթե այսպես ավելի լայն դիտարկենք, բաժնի ընկել Հայաստանի ներմուծման շուրջ 11% եւ արտահանման 6%։ Հիմնական ապրանքները, որը մենք արտահանում ենք Հայաստանից, դա ծխախոտն է մեծամասամբ, ընդ որում մեղրի անցակետով երբ որ անցնում են այդ ապրանքները, դրա նշանակման երկիրը հիմնականում Իրաքն է եւ նաեւ Միացյալ Արաբական Էմիրությունները, իսկ ներմուծման մասով մենք որոշակի առանձնահատկություններ ունի հայ-իրանական առևտուրը, մասնավորապես ես ուզում եի նշել գազ, էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի մասին, որով մենք ստանում ենք գազ եւ էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրանին, մնացած ապրանքների մասով խոշոր մենք ապրանքներ որպես այդպեսին Իրանից ներմուծում ենք երկաթե ամրաններ, ներմուծում ենք բիտում, նավթային բիտում, որը ասֆալտի ճանապարհների շինարարության մեջ է օգտագործում, եւ նաեւ կլինքեր ամենախոշոր ապրանքների մասին, եթե փորձենք անդրադառնալ սրանց մասին խոսքը։ Ամենազգայունը այդ առումով կարող է հանդիսանալ շինարարության ոլորտը, ես նշեցի, որ ամրանների բիտումի եւ կլինքերի մասով, նաեւ ցեմենտի մասով Հայաստանը ներմուծումներ է իրականացնում իրենից։ Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչքանով է հնարավոր տեղական ներուժով փոխարինել այդ ներմուծող ապրանքները։ Մեր զրուցակիցների հետ խոսել ենք, նշել են, որ տեղական կարողությունները, մասնավորապես 2025 թվականին նոր գործարաններ են բացվել, որոնք աշխատում են ջարդոնների հիման վրա եւ արտադրում են ամրաններ։ Հնարավոր է տեղական ներուժով, այսպես ասած, փոխարինել են ապրանքները, որ ներմուծում էին Իրանից։ Քանի որ մեր նաև քննարկումները ցույց են տալի, որ մատակարարումներ կան, մի փոքր գներն են ավելացել, հաշվի առնելով դժվար լոգիստիկ պայմանները, մինչև այժմ խնդիրներ չեն առաջացել։ Հնարավոր, եթե խաթարումներ լինի, բավականին լուրջ ռիսկեր կարող են ունենալ, հատկապես ճանապարհաշինության մասով հաշվի առնելով, որ այդ բիտումը զգալիորեն ներմուծվում է հենց Իրանից։ Ճիշտ ասած, իմ սպասումները առհասարակ այս ռազմական գործողություններից չեմ կարծում, որ ինքը երկար ընթացք ունենա, ես ակնկալում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում այդ հանգուցալուծումը կունենանք եւ չեմ պատկերացնում, որ այդպիսի երկար ազդեցություն լինելու ընդհանուր մատակարարման շղթաների վրա։ Ես կարծում եմ մեր արտադրողները կդիտարկեն այլընտրանքային ճանապարհներ, մասնավորապես շատ արդիական է դառնում հայ-թուրքական սահմանի բացումը, այլապես պետք է Վրաստանով շրջանցենք, փորձենք մտնել Թուրքիա եւ Թուրքիայից Իրաքի տարածք։ Ես կարծում եմ այս առումով կառավարությունը պետք է շատ պրոակտիվ քայլեր ձեռնարկի նաեւ թուրքական կողմի հետ, հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ, որպեսզի մեր արտադրողները ավելի հեշտ հասանելիություն ունենան Իրաքի շուկային։ Ինչ վերաբերում է արտարժութային հնարավոր ազդեցությունների վրա,
որոշակի ազդեցություններ մենք կնկատենք, բայց հաշվի առնելով, որ կենտրոնական բանկը վերջին ամիսներին մեծ քանակությամբ արտարժույթ է գնում, հնարավոր է այդ արտարժույթի ուղղակի գնումը դադարեցնեն եւ փոխարժեքը չի փոխվի։ Ես նշեցի, ինքը հետաքրքիր կարող լինի հենց թուրքականի կողմի հետ բանակցությունները եւ ներմուծումը կազմակերպել թուրքական նավահանգիստների միջոցով եւ նաեւ արտահանումը, եթե հանկարծ այդ համաձայնությունները ձեռք չբերվեն, բնականաբար մյուս ճանապարհը շարունակում է մնալ Վրաստան։ Առհասարակ ունենալով երկու սահման, ցամաքային երկու սահման, նկատի ունեմ Վրաստանը եւ Իրանը, դա Իրանից ներկայացնում էր խնդրահարույց մեր տնտեսության համար եւ ճգնաժամային իրավիճակներում ես ուզում եմ շեշտել, որ հատկապես Իրանի տարածքով մենք ներմուծում ենք նաեւ այլ ապրանքներ այլ երկրներից, թվում օրինակ նաեւ Չինաստանից։ Մենք 2025 թվականին 3000-ից ավել ավտոմեքենա ենք միայն ներմուծել Իրանի տարածքով։ Եվ սա շոշափելի արդեն ազդեցություն մեր տնտեսության համար ինքը շոշափելի է, եթե հանկարծ ինչ-որ մի իրավիճակում այդ մատակարարումները լիարժեք խափանվեն, Այս օրերին խոսում են նաև Հորմուզի նեղուցը լիարժեք շրջափակելու մասին, դրա հնարավոր զարգացումները կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ այդ ներմուծումը եւ նաև արտահանումը մեր տնտեսության համար տենց կրիտիկական շատ մեծ մասնաբաժին չունեն, ես կարծում եմ կառավարության շրջանակում է գտնվում այդ բոլոր ռիսկերը։ Համառոտագիրը հրապարակված է, ես տեղյակ եմ, որ եւ մասնագիտական շրջանակներ եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ ծանոթացել են փաստաթղթի հետ, հետագա ընթացքը ավելի շատ կառավարության դաշտում է գտնվում, մենք վերլուծական կենտրոնում ենք, մեր ուսումնասիրությունները արել ենք, հրապարակայնացրել ենք, մեր առաջարկությունները ներկայացրել ենք, մնացածը կարծում եմ կառավարության դաշտում է գտնվում։